Շարժման բացման ասելիցի ժամանակ, մեզ ասել էիք, ոչ թե փորձելու եք մարդկանց համոզել, համանվերել շարքերը, այլ լսել նրանց։ Հետաքրքիր է, թե այս մեթոդով մոտավորապես որքան մարդ է արդեն համանվերել նախաձեռնության շարքերը, եթե կարող եք գոնե մոտավորապես թիքնիչեցուց ինչի հետ գործում եք և ձեր երեկվա հնարավորված կարգից հարցերի շրջանակներում հայտարարել էիք, որ սիրում եք յուղեր գնալ, որտեղ անկասեցում եք ձեզ պես հասարակ մարդկանց։ Հետաքրքիր է, թե ձեր մարզային այս ակտիվ այցելությունների ընթացքում ինչ հիմնական հարցեր եք հասցրել արդեն և ինչ տպավորություն եք ընդհանրական ստացել հարցի ակտիվից։ Շատ լավ, շնորհակալ եմ։ Ելույթում նշեցի, որ արդեն 5000 մարդ միացել է շարժմանը, ամեն օր մենք ունենք աճ։ Հետաքրքիր է, ամեն մարզային այցելությունից հետո մենք ունենք մի քիչ ավելի դինամիկ աճ, առաջին 2-3 օրը, որովհետև մարդիկ արդեն ծանոթանում են ու գալիս են։ Մարզերում բավական հետաքրքիր բանի առերեսվեցին, որ մարդիկ հիմնականում շատ են իշխանությանը չաջակցող մարդիկ, ընդդիմադիր մարդիկ։ Այդ պատճառով մենք տեսնում ենք, որ անգամ մարզերում այն մոնոպոլիան քաղաքական, որ ուներ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը վերջի 7 տարվա ընթացքում մոտենում է իր ավարտին, քանի որ ժողովուրդը հասկացել է, որ մարդիկ զբաղվում են մենակ կոմենտ գրելով և ասֆալտ անելով։ Ինձ թվում է, որ նրանք ավելի երկարաժամկետ որևէ ծրագիր դեռ չեն ներկայացրել մարզերի մեր բնակիչներին։ Շնորհակալ եմ։ Մարզերի խնդիրները, եթե հետաքրքիր է, կարող եմ ներկայացնել։ Օրինակ Արարատյան դաշտում հիմնական խնդիրը դա բերքի մտերման հարցն է, որը միշտ կա։ Ես խոսքերից մեկում մի անգամ ներկայացրել եմ, որ քաղաքացիական պայմանագրի կառավարման ժամանակ 7 տարվա ընթացքում գյուղատնտեսությունը իրական արժեքով անկում է ապրել 10%-ով։ Բայց մենք հարյուրավոր միլիոն դոլարներ պետական բյուջեից տվել ենք գյուղատնտեսությանը։ Սա նշանակում է, որ բռնել ենք սխալ ճանապարհից և պետք է հիմնական ֆինանսավորումը կատարենք մտերման կայաններին, որպեսզի Արարատյան դաշտում մտերման կայանների հարցը լուծի։ Մնացող բոլոր ռեգիոններում համարյա որտեղ չկա հանքարդյունաբերություն, կա մեծ գործազրկություն։ Շնորհակալություն, այլ բանից արդեն բաղված։ Պարոն Կարապետյան, երկու հարց ունեմ, մեկը խաղաղության վերաբերյալ է, Վաշինգտոնյան բանակցություններից հետո Նիկոլ Փաշինյանը ավելի բաց չի թողնում, որ հայտարարի Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն է հաստատվել, մեր ձեռով շարժման բանաձևը որն է, այլընտրանքը որն է Նիկոլ Փաշինյանի խաղաղությանը, և երկրորդ հարցը Արեգան քիչ առաջ հայտարարեց, որ առաջարկում եք արտաքին քաղաքականության նոր բովանդակություն։ Ինչ բովանդակության մասին է խոսքը, մանրամասներ ներկայացնում։ Արեգան նաև նշեց, որ մենք չենք սկսել զրոյական կետից, որտեղ մարդ կար, որ սկսել էր զրոյական կետից, և մենք բավական մտահոգիչ հետևանքների առերեսվեցինք։ Պետք է շատ զգույշ լինենք խոսելուց այն պայմանավորվածություններից, որը ձեռք է բերվել, ուսումնասիրի դրա պրակտիկությունը, իրագործելիությունը, որից հետո մենք արդեն կառաջարկենք մեր տեսլականը ունենալով զարգացման երկու ուղի։ Եթե կողմերը պահելու են այդ պայմանավորվածությունը և ներկայացված ձևով է պահվելու զարգացման ուղի արտաքին քաղաքական մի ձև է, եթե չեն պահելու ուրիշ ձև է։ Խաղաղությունը բոլոր հայաստանյան բոլոր ուժերը ինձ թվում է այստեղ կոնսենսուս ունեն, որ խաղաղությունը այլընտրանք չունի, մեր բանաձևը այս պահին հասկանալ այն եռակողմ հայտարարության, որտեղ Ամերիկայի Միացյալ Նահանգները որպես վկա էր հանդես եկել, հետևանքները և իրագործելիությունը, որովհետև շատ պայմանագրեր են եղել, որ չեն իրագործվել։ Ստորագրվել է, բայց չեն իրագործվել։ Ուզում եմ հիշեցնել նաև 44-օրյա պատերազմում միջնորդ Ամերիկայի ղեկավարը հնարավորություն ունեցավ միջնորդել, սակայն ադրբեջանական կողմը չպահեց դա։ Այդ իսկ պատճառով մենք պետք է սպասենք, հասկանանք իրագործելիությունը, ըստ դրա գնանք մյուս քայլերի։